Վստահում եք ընտրությունների արդյունքներին, թե դուք էլ եք այն կարծիքին, որ ընտրությունները կեղծվել են։ Իհարկե ոչ։ Հենց սկզբանից։ Հենց սկզբից։ Ընտրություն չէ, ուղղակի ստիպված գնացինք հանդեպ, որ պետություն բան արել, մասնակցեցինք, որպեսզի ավելի խայտառակ բան չլինի։ Թեև իմ համակրանքը չկա իրանց բանում, բայց արդարությունը միանշանակավոր պետք է լիներ բան վերա քվեարկություն։ Չեն կարող մի օրենքը ասեն դե սենց հա ու մենք բան ենք անում։ Իհարկե խախտում էր դա։ Ներ նկատեցիք։ Այն այլ ոնց։ Փոխեք ընտրության արդյունքներից։ Չէ, ոչ։ Ինչ եք կարծում, կեղծել են։ Բա ինչ է արել։ Կաշառակերներ կեղծել այդ բանկի։ Ես չեմ գրանցել, բայց ես լսել եմ, որ շատ խախտումներ են արել ու դրա համար պետք է պատասխան տա ինքը։ Ինքը ով։ Նիկոլը։ Այդ կարծիքով կեղծվել են, թե Այո, կեղծվել են։ Գագիկ Ծառուկյանի ընտրաթերթիկները կեղծվել են, Սամվել Կարապետյանինը կեղծվել է, Ռոբերտ Քոչարյանինը նույնը, որպես ինքը ինչ է իրանից ներկայացրել, որ իր թերթիկները շատացել են, իսկ նրանցը զրոյական են դարձել։ Մինչև ընտրությունը 2-3 ամիս հետո 10,000 դրամ ինչ էր թոշակառուն, ինչ պետք է այդ 10,000 դրամով անի, հենց ընտրություններից առաջ ինչքան սոցիալական ծրագիր ունեն ակտիվացրեցին, ինչքան հələ ապահովագրություն են մտցրել, մի հատ կարաս ասես, այդ բժիշկը շանքթի ջուր է խմում։ Պոլիկլինիկայի բժիշկ է, ծանոթ ունես, խոսացել ես։ Մեղք են այդ մարդիկ, ասիկ բժիշկ են, ասիկ բժիշկ իր կյանքով չի ապրում, հիվանդի կյանքով ապրում, հարց չկա, բայց այդ մարդկանց վիճակը տեսել եք։ Կամ լավ, իմ ծնողս էլա թոշակառու, ուզ բացում է հերթագրվի մի շաբաթ հետո ատալի, ախպեր հիմա եմ ես հիվանդ, մի շաբաթ հետո իմ շաբաթն է, ժողովուրդ, այդ ֆոնդը սպառվել է, այդ դեղերի, անվճար դեղերի ֆոնդը սպառվել է, դեռևս հունիս ամիսն ենք, տարվա կեսն է չի, հարց եմ տալիս, սեպտեմբեր, նոյեմբերին, այդ նույն թոշակառուն, այդ անվճար դեղը, ինչի ասել են դեղ չկա, գնա հենա, պաժալսը 5,000 դրամ առնում ես առ, ճիշտ է դա, ճիշտ չի, դա ինչի հետևանքն է, որ մարդիկ անում են նրա համար, որ ընդհանրապես դրոշական են ասեն արել եք, ոչ թե նույնիսկ չկա պատասխանատվություն։